Էլեկտրաէներգիայի թանկացում 10 դրամ թանկացում 1 գիշերվա ընթացքում։ Վաղնիքում սալիկները նորից ճաքել են։ Ձերոնց արած սալիկներն են, հաներ զոքանչ հավաքածուն։ Պետքա գնայինք կերամա մարածից իտալական սալիկներ առնեինք։ Իտալականը թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Ասեցի թանկ չի։ Այլի։ Թանկ չի։ Ու կարևորը իտալական է։ Չէ, կարևորը թանկ չի։ Կարևորը իտալական է։ Թանկ չի։ Italakan! Թանկ չի։ Italakan! Թանկ չի։ Կերամա մարածի իտալական սալիկներ հասանելի բոլորին։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն են ձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Ջահրին վարիր, վարիր, ինչպես աղբյուր վարարիր, դու սիրտնի բորբոքրով արիր, և թող մուտն այս անդա Սարա ջան, կյանքս ես քեզ կտանեմ։ Մի հատ էլ կմտնեմ տուն, տեսնեմ մաման ոնց է։ Այսքան ամիս ամուսնացած էինք։ Մի անգամ չասեց կյանքս։ Լուսնյակ։ Ես քոքովդ նստած տուն այս տղամարդու մասին դեռ կխոսես։ Հարգալամչուցի։ Ես հիմա պետք է ամեն ինչ անեմ, որ Արփին չանցնի նույն ճանապարհով, ինչ որ ես եմ անցել։ Ինչ գնով էլ ուզում ա լինի, թեկուզ կյանքիս գնով։ Ես դա թույլ չեմ տա։ Անուշ, ես ինքս դա թույլ չեմ տա։ Ես ամեն ինչ անելու եմ, որ սրանից հետո տխրություն քո աչքերում չտեսնեմ։ Ոնց թե չեք ստացել։ Ոնց կարա տենց բան լինի։ Մենակ չասեք, որ անհետացել են ապացույցները։ Չգիտեմ ինչ են եղել, բայց իրեղ են ապացույցը լաբորատորիայում չի։ Հասմիկը միշտ էլ իր տեսակով պայքարող է եղել։ Ունեցել է շատ երազանքներ, նպատակներ։ Ու նա էլ իր կերպով է փորձել դրանք իրականություն դարձնել։ Իր կարծիքով նա ճիշտ է եղել։ Ես իհարկե նրան չեմ արդարացնում, բայց… Արդարացնում ես, Անուշ։ Չնայած ես քեզ հասկանում եմ։ Հասմիկը քո քույրն է ու դու պիտի պաշտպանես իրան։ Դրա իրավունքը ունես։ Հա, բայց նաև մի մոռացի, որ ես այն առաջիններից էի, ով այդքան քննադատում էր Հասմիկին։ Հիշի, ինչքան կռիվ ու վեճ ա եղել մեր միջև, ինչքան թշնամություն։ Հասմիկի սխալները մեզ բոլորիս էլ վնասել են։ Մենք բոլորս էլ տուժել ենք այդ սխալների պատճառով, բայց կա այն ինչ կա, ոչինչ փոխել չենք կարող։ Հա, բայց եթե նա գնացել է, ուրեմն զղջում ա Վապկեն։ Հակառակ դեպքում չէր գնա։ Անուշ, մենակ չասես, թե խղճում ես Հասմիկին։ Չփորձես ինձ ապացուցես, որ ինքը փոխվել է։ Ես վստահ եմ, որ փոխվել է Վապկեն։ Հակառակ դեպքում ուղղակի իմաստ չէր ունենա իր գնալը։ Ինչի պետք է այդ դեպքում նամակ թողներ ու գնար գյուղ։ Մի տեսակ չեմ հավատում, որ Հասմիկը գնացել է մի կորած մոլորած գյուղ, որտեղ ոչ ոք չկա, ոչ մի բան չկա։ Ինչ է անում մենակով։ Կամ նույնիսկ չգիտենք ուր է հաստատ գնացել։ Ասում եմ ձեզ, հաստատ գնացել է մեր գյուղ։ Այս աշխարհում ուրիշ ոչ մի վերադառնալու տեղ չուներ նա։ Մեր գյուղը, մեր տունը, փողոցները, մանկությունը, մամայիս գերեզմանը, ամեն ինչ այնտեղ է։ Հասմիկը ինձ շատ է վնասել։
կյանքս իսկական դժոխք էր դարձրել։ Բայց մեկ-մեկ քո ասածների մասին եմ մտածում Անուշ։ Եթե Հասմիկը չլիներ, ես չէի ունենա Արփիիս։ Արփիի շնորհիվ ես ամուսնացա Հասմիկի հետ։ Տարիներ շարունակ ես վայելում էի հոգատար կնոջ ու չքնաղ աղջկա սերը։ Հասմիկը ես տունը դարձրել էր դրախտ, ու ես աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից էի։ Ցավոք այդ երջանկությունը թվացյալ էր, ու ստերով լիքը։ Ճիշտ ես Ռայա։ Չգիտեմ, կկարողանամ երբևիցե Հասմիկին ներեմ, բայց ներսս չարություն չկա նրա հանդեպ։ Ճիշտ է, երբևիցե թույլ չեմ տա, որ նա իմ կողքը լինի։ Բայց ուզում եմ, որ ինքն էլ երջանիկ լինի։ Շնորհակալ եմ քեզ, Բաբկեն։ Շնորհակալ եմ, որ գոնե փորձում ես հասկանալ։ Ու Հասմիկի անունից էլ եմ շնորհակալություն հայտնում։ Շնորհակալության կարիք չկա Անուշ։ Հիմա Հասմիկի ստեր ինձ ամենակիչն են հետաքրքրում։ Այս պայն իմ համար ամենակարևորը իմ Արփիսը։ Ոնց օգնենք Արփիին, աղջկան։ Չգիտեմ ինչ ենք անելու, մենակ պետք է Արփիին շուտ ազատել, Բաբկեն։ Ես թույլ չեմ տա, որ երեխաս իմ նույն ճակատագիրը ունենա։ Ժամանակին ոչ ոք չկար, որ ինձ օգներ։ Ոչ ոքի չունեի, ծնողներ չունեի։ Իսկ Արփին ունի։ Եվ հայր ունի, և մայր։ Արա, Ռայսյանի մողրմացիկը նկս չի։ Հայել երեխու հետ հա, պաստորեն։ Այ քեզ հաջողություն։ Ման չես գալիս, բայց որ պետք առնում հայտնվում է ճանկերիդ մեջ։ Լինա քեզ լավ է զգում։ Չէ, Ռայա, գլուխը շատ է ցավում։ Արփին ուր է տանը չի։ Արփին ձերբակալել են Լինա։ Ինչ։ Էդ երբ, էդ ոնց, ինչ ես խոսում, Ռայա։ Լինա պարզվում է Միկային Արփին է սպանել, այդ ձեր ընկերոջը, էդ էլի էդ տղային։ Չէ, Ռայա, չէ, ինչ ես ասում, տենց բան հնարավոր չի, դու երև ինչ-որ մի բան խառնում ես, չէ։ Չգիտեմ, բայց տենց է հիշում։ Տարբերակ չկա, պիտի սպասենք, տեսնենք հետաքննությունը ինչ ցույց կտա։ Չէ, Ռայա, դու Միկային չես ճանաչում։ Ես Միկայի հետ շատ մտերիմ էի։
Ախր ինքը իսկական հրեշ է, բայց այդ չի նշանակում, որ Արփին կարող էր իրան սպանել։ Լինա, բոլորս ենք շոկի մեջ։ Բայց չեմ հավատում, որ ես վերջն է։ Ես կգնամ ու Միկայի դեմ վկայություն կտամ։ Ես բոլորին կպատմեմ, թե ինքը ով էր իրականում։ Ճիշտ է, մահացածների հետևից չեն խոսում, բայց դա չի նշանակում, որ ինքը պիտի իր հետևից անմեղ մարդկանց տանի։ Լինա, առայժմ ոչինչ մի արա, ոչ մի բան պետք չի անել։ Համբերի տեսնենք ինչ ա լինի։ Բաբկենն ու Անուշը չեն թողնի, որ Արփին այնտեղ մնա։ Հաստատ տուն կբերեն։ Ինչքան վաղուց քեզ մոտ չի եղել, մամ։ Կներես ինձ։ Տես քո սիրած ծաղիկներից եմ վերել։ Կներես, մամ, որ չի գալիս քեզ մոտ։ Ես ինձ կորցրել էի, բայց ես հիմա այստեղ եմ, որպեսզի նորից վերագտնեմ ինձ։ Հասմիկին, որ քո կողքին էր մամ, երբ դու դեռ ողջ էիր։ Մամ, ես եկել եմ, որ ներողություն խնդրեմ։ Ինձ քո ներումն է պետք, մամ։ Ես այնքան սխալներ եմ թույլ տվել։ Ես կործանել եմ կյանքս, ստել եմ։ Ես դժբախտացրել եմ ինքս ինձ։ Դժբախտացրել եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ սիրում են։ Հատկապես քրոջս, Անուշին։ Ես դրա իրավունքը չունեի։ Անուշը անմեղ էր։ Իսկ ես նրան չհավատացի։ Բայց ես գիտեմ, որ դու համոզված էիր։ Համոզված էիր, որ Անուշը անմեղ է։ Ես այնքան սխալ եմ վարվել Անուշի հետ։ Ինձ քո ներումն է պետք, մամ։ Ինձ պետք է, որ դու ինձ ներես, որպեսզի ես կարողանամ շարունակել ապրել։ Թող ինձ քո օրհնությունը, մամ։ Արփի, աղջիկս։
Տանը մամ, ես թույլ չեմ տա, որ իմ ճակատագիրը կրկանվի քո մոտ։ Թույլ չեմ տա։ Դու կազատվես։ Ինպես չես մնա բանտում։ Գիտես Անուշ, ես արդեն նշանվելու ամուսնանալու մասին եմ մտածում։ Պատկերացնում ես ինձ սիրուն կլինի մատանին ձեռքիս։ Բայց դու ընդամենը 15 տարեկան ես, Արփի։ Մի քիչ շուտ չի։ Համբերի մի քիչ կմծանաս, նոր այդ ամեն ինչի մասին կմտածես։ Սերը տարիք չի արցնում Անուշ։ Համել քեզ մի գաղտնիք բացեմ։ Ասեմ, որ ես փոքր եմ, բայց ինքը ինձանից մեծ է։ Անուշ։ Անուշ կներես ինձ։ Ինչ ա եղել նա։ Ների ինձ ամեն ինչի համար, ես ինձ շատ մեղավոր եմ զգում։ Ինչ ա եղել նա ջան, ինչ ես ուզված։ Հանգստացի պատմի։ Ես շատ սխալներ եմ թույլ տվել Անուշ։ Շատ անգամ եմ փորձել Արփին ճիշտ ուղուտ շեղել, սխալ ուղու վերադնել, բայց ինքը ինձ երբեք չի լսել։ Ինքը միշտ ավելի ուժեղ է եղել, ավելի խելացի։ Լինա, ես կյանքում ամեն ինչ պատահում է։ Լինում են դեպքեր, երբ մենք ընկնում ենք։ Ուղղակի ամենամեծ երջանկությունը նա, երբ կարողանում ենք վեր կանալ ընկած տեղից։ Ինքնուրույն վեր կանալը շատ դժվար է։ Ես քեզ այդ իմ սեփական փորձից եմ ասում։ Երբ ներքևում ես կյանքը մի տեսակ թեթև է թվում, բայց այդ մենակ թվում է։ Կարևորը, որ դու ամեն ինչ գիտակցում ես։ Կարևորն է նա, որ դու արդեն քայլ ես արել դեպի ճիշտ ուղի։ Քեզ մնում է ուղղակի չվերադառնալ նախկինին։ Չի Անուշ, ես երբեք չեմ վերադառնա։ Երբեք։ Որովհետև իմ ընտանիքը իմ կողքին է։ Ես հիմա պիտի ուժեղ լինեմ ու օգնեմ ձեզ, որ կարողանանք Արփին այդ վիճակից դուրս հանել։ Ես մեր առաջվա ընտանիքն եմ ուզում։ Առողջ ու երջանիկ։ Առաջվան էլ չի լինել Լինա ջան։ Բայց որ ամեն ինչ լավ կլինի, ես չեմ կասկածում։ Վստահ եմ ամեն ինչ լավ է լինելու։ Ես քեզ հավատում եմ Անուշ։ Դու ինձ այնքան շատ ես օգնել։ Ես շատ եմ ամաչում ձեր բոլորի առաջ։ Ես միշտ այնքան սխալ եմ եղել ու դուք ինձ այդքանից հետո էլի ներել եք։ Դուք իմ տունն եք, դուք եք իմ միակ հարազատները։ Ամեն ինչ արդեն անցալում է Լինա ջան։ Դու Արփի ես միակ հարազատ քույրն ես։ Ու դուք միշտ միասին պետք է լինեք։ Իրար թիկունքի կանգնած։ Ցանկացած հարցում պետք է իրար օգնեք։ Ճիշտ ես։ Ես միշտ Արփիի կողքին կլինեմ։ Միշտ։ Ես իրան երբեք մենակ չեմ թողնի։ Ապրես։ Նա ֆիքսում է կյանքիդ կարևոր պահերը և դարձնում հասանելի քո ընկերներին։ Նա ուղղորդում է քեզ քո փնտրած վայրը և քո կապն է մտերիմներիդ հետ։ iOcean X8 քո սմարթֆոնը Rich Electronics-ում։ Սիրուն աղջիկ։ Պուպուշ, վայ, սպասի տեսնենք մամային ով ասանա։ Դու ինչ ես անում ստեղ։ Չհասկացա։ Ինչի քեզ թվում է այս քաղաքը այնքան մեծ է, որ մենք ընդհանրապես չենք հանդիպի, հա, Կանիկ ջան։ Ես քո կինը երբեք չեմ եղել, լսում ես, երբեք։ Իմ կինը չես եղել, բայց այս երեխեն իմն է։ Ասի գնա չեմ ուզում երեսդ տեսնեմ։ Տարիներ շարունակ կյանքս դժոխքի ես վերածել։ Հիմա ինչ, եկել ես ուզում ես հայրություն անես, հա։ Լավ է երեխեն փոքր է ու շատ բան չի հասկանում։ Ինչ արել եմ, լավ եմ արել։ Փակ մեծացած երեխա է, շատ բան չի հասկանում։ Դու էլ օգտվեցիր առիթից, չէ՞։ Բայց ինչ մտածում էիր ամբողջ կյանքս քո նման թմրամոլի հետ պիտի ապրեմ, սխալվում էիր։ Քո նմանների տեղը բանտն է։ Այդ դու չպետք է որոշես, թե որտեղ է իմ նմանների տեղը։
Բայց հիմա ես եմ որոշում, թե որտեղ է քո ու մեր երեխու տեղը, հասկացար։ Ու եթե հանկարծ ինչ-որ սխալ բան անես, ես իմ քայլերին պատասխանատու չեմ։ Ոայ ես ինչ հոմո բալիկա։ Թող երեխուն, սպասի ասում եմ։ Ձենդ կդի ու նստի մեքենան, ու մի հատ ծպտուն չանես։ Թող երեխուս, դու դրա իրավունքը չունես։ Արա հենց հիմա նստում ես մեքենան։ Ում ես զանգում։ Սիրասներիդ, հա։ Սավ է։ Ախար ասես գնում եմ անկապարտես։ Հա։ Գնում եմ անկապարտես։ Այդ ոնց է եկել ես Ռուբեն։ Անուշից թույլտվություն ես խնդրելու ինքը չի արգել է։ Դե Անուշն է չէ առաջինը։ Ինքն է քո կյանքի բոլոր կարևոր որոշումները կայացնում։ Էլեն, ես չեմ եկել որ կռնենք։ Ուրեմն ինչ ես եկել։ Եկել ես որ ինձ հետ մնաս։ Անուշը քեզ վերջապես հանգիստ ա թողել ու դու որոշել ես ժամանակդ ինձ հետ անցկացնել։ Էլեն, ես չեմ եկել Անուշի մասին խոսելու համար, հասկացի։ Ու խնդրում եմ մոռացի իրան։ Չէ, ես չեմ կարող նրան մոռանալ։ Քանի դու դեռ հիշում ես նրան, ես էլ եմ հիշում։ Ռուբեն, քեզ թվում է ես հիմար եմ։ Ես չեմ հասկանում ինչ է կատարվում։ Երբ որ դու Անուշի կողքին ես, քո դեմքը, քո հայացքը, դու ամբողջությամբ փոխվում ես։ Լրիվ ուրիշ մարդ ես դառնում։ Անուշի հետ դու մոռանում ես աշխարհում բոլորին։ Էլեն, չեմ ուզում Անուշի մասին խոսել։ Ես եկել եմ որ խոսենք մեր մասին։ Մեր մասին։ Ինչ խոսես մեր մասին։ Ասես, որ ինձ էլ չես սիրում, որ ուզում ես բաժանվենք, ասես, որ ինձ հետ ամուսնացել ես, քանի որ շնորհակալ էիր ինձ, դրա համար ես եկել։ Էլեն, ինչեր ես խոսում։ Ինչեր եմ խոսում։ Ռուբեն, ես երկար եմ մտածել ու հասկացել եմ, այստեղ ամեն ինչ պարզից էլ պարզ է։ Ես չեմ կարող իմ կողքին հանդուրժել մի տղամարդու, ում սիրտը ամբողջությամբ ինձ չի պատկանում։ Ինձ պետք է մեկը, ով կսիրի, հոգ կտանի ինձ։ Սերը դա այն է, երբ մարդիկ մի ամբողջություն են, երբ իրար կարիք են զգում, մտածում են միմյանց մասին։ Ճիշտ ես։ Էլեն, դու ճիշտ ես ու ես չեմ հիշում քեզ։ Ուղղակի խնդրում եմ դու էլ փորձի հասկանալ, որ հնարավոր չի սրտին թելադրել։ Ու այս կյանքում ամեն ինչ չի, որ մեր ուզած ձևով անի։ Ռուբեն, դու ինձ ցավ ես պատճառում։ Դու չես էլ հասկանում, թե ինձ հետ ինչ է կատարվում։ Մինչև սրտիս խորքը ցավում է։ Չի ստացվի, լսում ես, չի ստացվի։ Կեղտոտ բերանդ չբացես, թող երեխուն։ Դու դրա իրավունքը չունես։ Այդ քեզ ընդամենը թվում է սիրուն ես։ Արագանցի նստի մեքենան։ Չէ, Վահագ, ես ոչ մի տեղ էլ չեմ գա։ Ես հիմա աշխատանքի եմ։ Վահագ, եթե ուզում ես, մենք հետո կպայմանավորվենք, կհանդիպենք, կխոսենք, բայց ես հիմա չեմ կարող գա։ Չհասկացա, հազիվ ընկել ես ձեռս, հիմա ասում ես թող գնամ։ Չեմ ջոգում ես ինչ ես ասում։ Խնդրում եմ, ես ամեն ինչ կանեմ, բայց հետո, հիմա ես քեզ հետ ոչ միտեղ գալ չեմ կարող։ Էդ ուզում ես քեզ սատկաստեմ երեխուն էլ առնեմ ու գնամ, հա, էդ ես ուզում։ Ինչ ես խոսում, ուր պիտի տանես երեխունը, հա, այ հիմար։ Ես ոչ միտեղ չեմ գա։ Դե ուրեմն ընկար առաջ, երեխուն էլ ես կգրկեմ։ Արի մոտ ու սորի։ Ես ուզում մաման։ Անուշ, ես էլ քեզ էի փնտրում։ Ինչ աղան, ինչ-որ նորություն կա արփից։ Չէ, Հասմիկի մասին էի ուզում խոսեի։ Կարող է ճիշտ կլինի ես գնամ հետևից։ Չէ, բաբկան, չեմ կարծում։ Եթե նա գնացել է ու իր մասին ոչ մի կերպ չի տեղեկացնում, ուրեմն իրեն այդպես է հարմար։ Հատկապես հիմա, երբ արփին։ Հենց դրա մասին եմ խոսում, էլի որ կարող է հետո ուշ լինի։ Կարող է Հասմիկը մեզ մեղադրի։ Ինչի պետք է մեղադրի։ Չեմ կարծում, բաբկան։ Լավ կլինի այս հարցը մենք լուծենք ինքներս։ Լավ, քո քույրն եմ ոնց կուզես։ Մեկ էլ բաբկան, ուզում եմ զգուշացնել, որ պետք է շատ զգոն լինենք ուշադիր։ Հատկապես փաստաբաններին վստահելու հարցում։
Մեր ցանկացած խոսքը կարող է մեր դեմ շուռ գալ։ Դա ես քեզ խոստանում եմ։ Սոկրատից ոչ մի տեղեկություն չունեմ։ Ինչպես միշտ ամեն ինչ գաղտնի է պահում։ Ես արդեն չգիտեմ ինչ մտածեմ։ Երևի այդպես ավելի ճիշտ է, Էմա։ Ճիշտ է, որ նա գաղտնի է պահում իր որտեղ լինելը։ Գիտես, Էմա, Սոկրատը շուտ էր գալիս ինձ մոտ։ Սոկրատը կարողացավ այնպես անել, որ ինձ պարզապես կտրեց Աստծուց ու բերեց իրականություն։ Նա այնպես արեց, որ ես սկսեցի ատել։ Դու ընդունակ չես որևէ մեկին ատելու։ Չէ, Էմա։ Իհարկե ընդունակ եմ։ Ես էլ բոլորի պես սովորական մարդ եմ, ով իր ձախողումներն ունի։ Սոկրատն ամեն ինչ արեց, որի մեջ չարություն արթնանա։ Դու մեղավոր չես, Գրիգոր։ Սոկրատը շատ բարդ մարդ է։ Սոկրատը միշտ էլ սիրել է մարդկանց թուլություններից օգտվել։ Նա սիրել է մարդկանց վրա իշխել, մարդկանց ստորացնել։ Բայց գիտես, նա Արփի ու Անուշի հանդեպ իրեն շատ ուրիշ ձևով դրսևորեց։ Նա կարող էր մեռնել, բայց նա հերոսաբար պայքարեց։ Սոկրատն իրականում շատ էր տանջվում։ Ամեն ինչ անում էր ներված լինելու համար, Էմա։ Սոկրատը իմ ընտանիքին շատ վատություններ է արել, Գրիգոր։ Բայց վիրավոր ժամանակ, երբ նա կանչեց Անուշին ու խոսեց նրա հետ, Անուշն ասեց, որ Սոկրատը զղջում էր իր արածների համար։ Նա նույնիսկ Անուշից ներողություն է խնդրել։ Երևի կարծել է, թե մահանում է։ Ես հավատում եմ, որ ամեն բան հենց այդպես էլ կա։ Եվ ուզում եմ հավատալ։ Բայց գիտես, մի բան չեմ հասկանում, ինչի կյանքի ու մահվան շեմին Սոկրատը հենց Անուշի հետ ուզեց խոսել։ Ինչ ուներ նրան ասելու։ Ես ոչինչ էլ չիմացա ու Անուշն էլ ինձ ոչինչ չասեց։ Իսկ դու տեղյակ չես, Գրիգոր, քեզ ոչինչ չի ասել Անուշը։ Չէ, Էմա, չգիտեմ։ Միայն Աստված գիտի, իսկ դա արդեն բավական է։ Անուշն էլ գիտի։ Գիտես, Էմա, մեզնից ոչ ոք լավ ու վատ արարքների համար ապահովագրված չէ։ Միայն Աստված կարող է դատել։ Մեզ մնում է միայն աղոթել բոլորի համար։ Ես համամիտ եմ քեզ հետ, Գրիգոր, բայց ես պիտի խոսեմ Ռուբենի հետ։ Ռուբենը շատ բան չգիտի Սոկրատի մասին, բայց նա իմ տղան է ու նա իրավունք ունի իմանալու։ Եթե ինչ-որ բան էլ իմացել ես, ուրեմն նաև իմացիր, որ ես շատ երիտասարդ եմ եղել, ու այդ ամեն ինչը շատ բնական է այդ տարիքի համար։ Բան չասեցի, Տեր հայր։ Ուղղակի ուզում եմ իմանաս, որ այդ մասին գիտեմ մենակ ես։ Դու իրավունք չունես ինձ սպառնալու։ Դու էլ իրավունք չունես ինձ շամուսնացնելու։ Դու հասկանում ես ինձ եւ շատ լավ գիտես, թե դա ինչի համար եմ անում, Սոկրատ։ Դա ուրեմն դու էլ ինձ հասկացի, Տեր հայր։ Իմ արածը իմ ջահելության սխալն է եղել։ Իսկ դու գիտակցաբար ես մեղքեր գործել։ Հասկանում եմ, տարբեր իրավիճակներ են, բայց մարդկային սխալները նույնն են, Տեր հայր։ Դու անամոթի մեկն ես, Սոկրատ։ Դու քո մեղքերն համեմատում ես իմ արած սխալների հետ, չմտածված սխալների։ Չեմ համեմատում, Տեր հայր։ Ուղղակի ուզում եմ իմանաս, որ դու ինձանից առավել չես։ Ինձ քո հետ չշփոթես։ Բայց ամեն դեպքում, Տեր հայր, դու շատ լավ գիտես, որ ես կարողանում եմ գաղտնիքներ պահել։ Չեմ հավատում, Սոկրատ։ Դու պատրաստ ես ամբողջ աշխարհին հայտարարելու։ Ես քեզ գիտեմ։ Իհարկե, խոսի Ռուբենի հետ նրանից գաղտնիքներ մի պահի։ Գաղտնիքները կարող են վնասել նրան։ Ամեն բան պետք է շատ պարզ ու հասարակ լուծել։ Արա, հենց հիմա նստում ես մեքենան։ Չհասկացա, ես ինչ օին ես խաղում փողոցի մեջտեղ է գլխիս։
ուզում ես միլիցիայի ուշադրությունը վրես գրավես, այդպես ուզում չեմ ջոգում։ Հա, ու շատ էլ լավ կլինի, որովհետև դու նույն հոգեկան հիվանդն ես մնացել։ Ես քեզ ասում եմ երեխուն կվախացնես, իսկ դու չես հասկանում ինչ ես անում։ Շատ լավ էլ հասկանում եմ ինչ եմ անում։ Անցեք նստեք մեքենան, մենք շատ հարցեր ունենք պարզելու։ Հա, Վահագ, ես էլ եմ նույն բանը ասում։ Մենք հետո կհանդիպենք, ամեն ինչ կպարզենք։ Դե նա դա էլ արիր, հա ինչ հետո։ Ձենդ կտրի ու նստի մեքենան, ու մի հատ ծպտուն չհանես։ Ես երեխուս հետ եմ նստելու։ Լավ նստի, բայց վայնեք էլ տարա, թե մի սխալ բան ես արել։ Գլխի տնեց կսարկեմ, կտանեմ, կորցնեմ, արդեն համբերությունս լցված։ Հեռախոսս էլ տուր ինձ։ Ես ձեր սատանա Եվայի ցեղին շատ լավ գիտեմ, դու մի բան կմոգոնես, ավելի լավ է հանգիստ նստի մեքենա։ Մամա, Ստադիանովա։ Աստորեն երեխային վերցրել է։ Ստեղ էլ ոչ մի արտառոց բան չեն տեսել։ Լավ, բայց ինչ ձայներ էր։ Հա, մի փորձանք եղած չլինի։ Համարը ժամանակավորապես։ Չէ, չի պատասխանում, անջատած է։ Վահագ, չես կարա մի քիչ կամած քշես։ Մեքենայիդ մեջ երեխա կա։ Եթե իմ մասին չես մտածում, գոնե երեխու մասին մտածի։ Ինչ չպետք է ասես, որ երեխան մեքենայի մեջ է։ Ոնց պետք է անես քշում է։ Վահագ, ես չեմ հասկանում։ Հնարավոր չի մի ուրիշ անգամ կհանդիպենք, նորմալ մարդկանց նման կխոսենք իրար հետ։ Չէ, հնարավոր չի։ Այսքան տարիներով փախած ես մանեկել, բայց հիմա ես երեխուն տեսա ու հասկացա, որ ուզում եմ աղջիկա հետ շփվեմ։ Ես ուզում եմ հերություն անեմ։ Հա, հետ նոր հիշեցիր, հա, որ երեխա ունես։ Բա միջև էդ ինչի չէիր մտածում, հա? Թե չէ միջև հիմա չէիր կարա, հա, գտնեիր ու երեխուն հայրություն անեիր։ Մտքիդ տեղ լիներ։ Չէ, այսինքն սպասի, թորներ կունենաս, հետո կորոշես պապիկություն անել։ Ձենդ կդրի հիմար ինչ ես խոսում։ Ուրեմն ընտենց է պետք եղել, որ ման չեմ եկել։ Ուրեմն հիմա է պետք։ Նորից մեղադրանքների շարանը չսկսես։ Չէ, ես ոչ մեկին չեմ մեղադրում, բայց հիմա դու ոչ մի իրավունք չունես։ Ինգան իմ աղջիկն է։ Ինգան մեր աղջիկն է։ Ես եմ պահել Ինգային ծնված օրվանից։ Դու երբեք չես էլ իմացել մենք ինչ դժվարությունների միջով ենք անցել։ Այսինքն մտքիդ տեղ լիներ։ Քո ուշքն ու միտքը մենակ այդ խուժաններն էին, չէ՞։ Ինչա 2 կոպեկ փող ունեիր, քեզ դրել էիր քո երազած տղայի տեղը։ Դե դու էլ չխապնվեր այդ փողերն ու հետս չպսակվեր։ Այդ ամուսնություն չէր։ Չեմ էլ ուզում անգամ հիշել։ Դե ուրեմն մի հիշի ու ներվերս էլ մի կեր։ Վահագ, ասում եմ կամաց քշի։ Չէ, մի վախեցի աղջիկս։ Դու մամայի հետ ես։ Չէ, ստեղ էլ չէին տեսել, բայց լավ դեպի որ կողմ գնացած կլինեն։
Դրանից լավոտ չի գալիս։ Նորոն կապերը չի կարում կապի, նորոն պոճուր, հա? Չէ, նորոն արդեն մեծ տղա է ու նորոն ինքնուրույն պիտի սովորի կապերը կապել։ Հիմա կսովորացնեմ ոնց կապել նորոջը։ Ահա, այ, այսպես նայ։ Ահա։ Այսենց։ Հետո այսենց։ Սա։ Հա, բայց նորոն չկապեց։ Այն մյուսն էլ նորոն կկապի։ Հա, բարի։ Նայում եմ նորից ու սիրտս կտոր ալենում։ Պետք է հարմարվել եմ։ Աստված գիտի թե ինչ է անում։ Մենք անզոր ենք իմանալ։ Այս ամեն ինչ երբ որ անցնի մի քիչ խաղաղվենք, ուզում եմ նորից տանեմ արտասահման, գուցե հնարավոր լինի ինչ-որ բուժում, ինչ-որ բան։ Էմա, երկուսս էլ գիտակցում ենք, որ դա հնարավոր բան չէ։ Պետք է ընդունես, որ նա էլ էսպիսին է։ Իր բոլոր առավելություններով ու թերություններով ու հազար երանի նրան, որ չգիտակցում այս կյանքի անարդարությունները, իսկ մենք գիտակցելով բազմաթիվ մեղքեր ենք գործում, մեր իսկ շահերից ելնելով։ Իսկապես հազար երանի։ Նորոն կապեց կապերը, նորոն արդեն մեծ տղա է։ Ապրես։ Այն մասրանից հետո, բալես, դու ինքնուրույն կկապես։ Ապրես։ Բայց ես քեզ խնդրում եմ, որ դու ինձ էլի օգնես։ Դու պիտի իմ կողքին լինես, որովհետև ես վախենում եմ։ Ինը ոչինչ չի կրկնում, ես քեզ խոստանում եմ, ես միշտ քո կողքին կլինեմ։ Դե ասա, որ չես սիրում ինձ, ասա, որ այդպես էլ չկարողացար ինձ սիրել։ Հասկանում եմ, որ ցավալի է, բայց ես մինչև հիմա սիրում եմ Անուշին։ Ասում ես վատ եմ։